Պարոն Սատյան, ինչ կորուստ ունեցավ մեր արվեստը։ Ասեմ, ամենասկզբից, երբ որ ես նոր սկսեցի երգեր գրել, առաջինը, ով երգեց իմ առաջի երգերը, դա Ռաիսան էր Մկրտչյան։ Ճիշտ է, տարբերությունը շատ չի, բայց ես որպես երիտասարդ ինչ շոյված զգացի, որ այն ժամանակ արդեն նա ճանաչված էր։ Հետո մտերմացանք եւ նոր երգեր։ Մեծ կորուստ է, իհարկե։ Ամեն մարդ չի կարող պատասխանատու լինել իր քայլերին դեպի երիտասարդությունը։ Նա մի մեծ սերունդ է դաստիարակել։ Նա եւ ստեղծագործողների կողքն էր, եւ կատարողների, հիշում եմ պետական քննության ժամանակ նույնիսկ մի անգամ ես նախագահն էի, վեճ եղավ, ինքը իր ուսանողի համար նենց կռվում էր, այս ուսանողը, այսինքն նա իզուր չի ապրել, նա մի էպոխա է, որը արդեն զիջում է իր տեղը ուրիշ սերնդին։ Շատ ցավակցում եմ բոլոր ժողովրդին մեր եւ մեզ բոլորի սովոր իրան ճանաչել է։ Կյանքի վերջին տարիներին շփվում էիք նրա հետ, ինչպիսին էր ինքը։ Նույնքան եռանդուն էր, նույնքան կյանքով էր, ինչպիսին մենք նրան տեսնում էինք հեռուստատեսությամբ տարիներ առաջ, թե արդեն փոխվել էր ծերությունը, այսպես ասած։ Գիտեք, մարդը իր կաշվի չի դժգալ։ Նա միշտ եռանդուն էր, ես այդ որ քննությունը պետականացնում եմ, սա մի քանի տարվա պատմություն է։ Նա շատ էներգետիկ եւ Եփ մի երկու տարի առաջ ինքը երգեց էլի երգը ակտիվ էր ինքը չէր կարող կողքից նայել այս կամ այն երևույթին չունենալով իր կարծիքը նա իսկական քաղաքացի էր եւ զարմանալի չի որ ասում ենք ժողովրդական նա ժողովրդական մարդ էր դա շատ կարևոր է Շնորհակալություն